Թեև այսօր Հայաստանի ներքաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, սակայն ակնհայտ է, որ ռազմի դաշտում և դիվանագիտական բանակցություններում հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ թիկունք, այն է մրցունակ պետություն։ Այս համատեքստում դժվար է թերագնահատել ընտրությունների դերը։ Տարիներ շարունակ Հայաստանի ներքաղաքական խնդիրների և ընդհանրապես պետականության զարգացման արգելակման հիմնական պատճառներից մեկը եղել և մնում է անկատար ընտրական համակարգը, շարունակաբար կեղծվող ընտրությունները և որպես արդյունք քաղաքական ուժերի և հասարակության անվստահությունը ընտրական ինստիտուտների նկատմամբ։ Անվստահության հետևանքով է, որ ընտրությունից ընտրություն հասարակությունը պառակտվում է, բաժանվում է երկու հակադիր ճամբարների, ինչի արդյունքում էլ ներքաղաքական կյանքում մենք ականատես ենք լինում լարված իրավիճակների, հաճախ անդառնալի կորուստների։ Իսկ հատկապես հիմա, երբ Ղարաբաղյան ճակատում անհանգիստ է, փաստացի պատերազմական վիճակ, երբ հայկական զույգ պետությունների ազգային անվտանգությունը հանդիսանում է լուրջ մարտահրավերների, հանդիպում է լուրջ մարտահրավերների, առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ապահովել դերազգային հիրավի լիակատար միասնություն և համախմբում։ Այդ համախմբումը, սակայն չպետք է լինի այս րոպեական և չպետք է կենտրոնանա միայն սահմանների պաշտպանությունն ամրապնդելու և ռազմական ներուժն ամելացնելու տակտիկական խնդիրների լուծման վրա։ Ազգային համախմբումը պետք է ստանա ինստիտուցիոնալ բնույթ և արտահայտվի նախ և առաջ իշխանության և ողջ քաղաքական դաշտի նկատմամբ հանրության վստահության վերականգնմամբ։ Իսկ դա կարող է տեղի ունենալ միայն ընտրական ինստիտուտի հանդեպ վստահության մթնոլորտ ստեղծելու դեպքում։ Այդ առումով, իրոք խիստ կարևոր է ազգային ժողովի քննարկմանը ներկայացված ընտրական օրենսգրքի նախագիծը, որը ներքաղաքական պայքարի իշխանության համար մրցակցության կանոններ սահմանող առանցքային օրենք է։ Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իշխանությունը մի շարք առանցքային հարցերում միայն մասամբ է ընդառաջ գնացել քաղաքական ուժերի և հասարակական սեկտորի պահանջներին, և առաջարկված լուծումները կարելի է համարել թերի։ Մասնավորապես, թեև իշխանության կողմից ընդունվել է ընդդիմության առաջարկը ունենալ երկու ցուցակ ՀՀ-ում գտնվող և բացակա քաղաքացիների, սակայն ընտրական ցուցակների մաքրումը մահացած կամ Հայաստանում չգտնվող ընտրողներից հիմնականում մնացել է քաղաքական ուժերի վրա, ինչը բնականաբար արդար մոտեցում չէ։ Քանի որ պետությունը իդեմս ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ամբողջապես տիրապետում է ընտրողների վերաբերյալ տեղեկատվությանը և իշխանության կողմից համապատասխան կամք դրսևորելու դեպքում կարող է արագորեն մաքրել ընտրացուցակները։ Տպավորություն է ստեղծվում, որ այս հարցում իշխանությունը խուսափում է պատասխանատվություն ստանձնել և փորձում է այն գցել ընդդիմության վրա, գիտակցելով, որ առանց պետության մասնակցության կամ նվազագույն աջակցության քաղաքական ուժերն իրենց ռեսուրսներով չեն կարողանա լիարժեք կերպով առանձնացնել առկա և բացակա կամ մահացած ընտրողների ցուցակները։ Հայտնի է, որ ընդդիմությունը և քաղաքական հասարակությունը առաջարկում էին, որ քվեարկության գործընթացում ներդրվի մատների թանաքոտում, վկայակոչելով տարբեր պետությունների փորձը։ Այսօր կարող ենք արձանագրել, որ իշխանությունը կոնցեպտուալ իմաստով ընդառաջ գնալով այս պահանջին առաջարկել է մատների թանաքոտման ներդրման մի այլ տարբերակ, որը խնդրահարույց է մի շարք պատճառներով։ Նախ առաջարկված տարբերակի պարագայում կրկնակի կամ այլ անձի փոխարեն քվեարկությունը չի կանխվելու հենց տեղում, այլ բոլոր ընտրողների մատնահետքերը հավաքվելու են և ընտրությունից հետո նոր հնարավոր կլինի ստուգել, ում մատնահետքերն են կրկնվում։ Նման պարագայում պարզ չէ, թե ինչպես է հնարավոր լինելու հայտնաբերել և պատժել ընտրախախտում թույլ տված անձին, և դժվար է լինելու նաև որոշել, թե ինչպես է հաշվարկվելու այդ անձի կողմից տրված ձայնը։
Երկրորդ, հարց է առաջանում, կա հնարավորություն մինչև մատնահետքերի ստուգումը շտեմարանում ինչ-որ փոփոխություններ կատարել, թե ոչ։ Երրորդ, ով է իրավասու լինելու ապահովել այդ էլեկտրոնային շտեմարանի գործողությունը եւ պահպանումը։ Այս եւ մի շարք այլ հարցադրումներ մնում են բաց, եւ դրանց լուծումների բացակայությունը կարող է ընտրությունների ժամանակ չարաշահումների տեղիք տալ եւ որպես այդպիսին արժե զրկել ընտրողների մատների իդենտիֆիկացիայի մեխանիզմը։ Եթե մի շարք հարցերում իշխանությունը թեև չափազանց սահմանափակ, բայց ընդառաջ է գնացել ընդդիմության եւ քաղաքասարակության պահանջներին, ապա քաղաքական ուժերի եւ հասարակության հիմնական պահանջը կատարելու հարցում մնացել է անհողդողդ։ Խոսքս ընտրողների ցուցակների հրապարակման մասին է։ Ակնհայտ է, որ նշված խնդիրը կարգավորելու պարագայում ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունն էապես կբարձրանար եւ նաեւ թույլ կտար քաղաքական դաշտում ստեղծել կոնսենսուսի միջավայր։ Խնդրահարույց է նաեւ որ նախագծում պահպանվել է դրույթն անձը հաստատող տարբեր փաստաթղթերով քվեարկության մասին։ Նման կարգավորումը բարդեցնում է վերահսկողության գործընթացը եւ կարող է պարարտ հող ստեղծել կրկնակվեարկության եւ ուրիշի փոխարեն քվեարկության համար։ Այս խնդիրն ընդդիմությունը տևական ժամանակ է բարձրացնում է, սակայն իշխանության մոտեցումը ցավոք չի փոխվել։ Բաց են մնում նաև մի շարք այլ հարցեր, որոնք իր առաջարկությունների փաթեթում բարձրացրել էր վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է ընտրական գրավի չափի իջեցմանը, Երևանի, Գյումրու եւ Վանաձորի ավականու ընտրություններում քաղաքական ուժերի անցողիկ տոկոսների հավասարեցմանը ազգային ժողովի ընտրությունների շեմային տոկոսներին։ Դիտորդների եւ վստահված անձանց իրավունքների սահմանափակումների վերացմանը, կոալիցիայի անդամ կուսակցությունների թվի ավելացմանը եւ այլն։ Այդուհանդերձ հարկ է նշել, որ ընտրական օրենսգրքի նախագծում տեղ են գտել որոշակի դրական տեղաշարժեր, կետեր, որոնք նաև ընդդիմության եւ քաղաքասարակության պահանջն էին, մասնավորապես վերացվել է գունավոր քվեաթերթիկների մասին դրույթը, ինչը կարող ենք դրական գնահատել, քանի որ դա ավելորդ բարդություններ էր ստեղծելու քվեարկության ժամանակ եւ կարող էր առիթ հանդիսանալ ընտրողների կամ արտահայտումը վերահսկելու համար։ Հանվել է իմպերատիվ պահանջը կուսակցական ցուցակներում ընդգրկել ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին եւ այլ որոշ կետեր, որոնք նույնպես գոհացնում են մեզ։ Որքան էլ որ ընտրական օրենսգրքի նշածս խնդիրները կարևոր են ընտրական գործընթացի թափանցիկության ապահովման համար, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը մեծապես պայմանավորված է իշխանությունների քաղաքական կամքով։ Ուստի եթե իշխանությունն իրապես շահագրգռված լինի անցկացնել վստահելի թափանցիկ ընտրություններ, ընտրական օրենսգրքի այս նախագծով եւս հնարավոր է դա անել։ Ընտրական գործընթացի ժողովրդավարացման աստիճանը կախված է նաև մեր հասարակության իրավագիտակցության մակարդակից։ Հայաստանի հասարակությունը պետք է մեկ ընդմիշտ հրաժարվի ընտրակաշառքով քվեարկելու արատավոր պրակտիկայից, բայց որպեսզի դրան հասնենք, նախ եւ առաջ պետք է ընտրակաշառք չբաժանել։ Ադրբեջանական քարոզիա պատերազմը պետք է հետևությունների առիթ հանդիսանա թե իշխանության եւ քաղաքական մնացյալ ուժերի եւ թե հասարակության համար։ Հարկ է քաղաքական եւ հասարակական կամք դրսևորել եւ անցկացնել օրինակելի խորհրդանական ընտրություններ, կյանքի կոչել պետական կառավարման պարլամենտական արդյունավետ մեխանիզմներ։ Սահմանին կանգնած մեր զինվորի համար ամենամեծ աջակցությունը կլինի հենց այն, որ նա իրապես զգա, գիտակցի, որ իր թիկունքում ունի միասնական ժողովուրդ եւ ժողովրդի այդ միասնականության վրա հիմնված մրցունակ եւ ուժեղ պետություն։ Ղարաբաղի ադրբեջանական քարոզիա պատերազմը պետք է սթափեցնի մեզ բոլորիս։ Նախապատերազմյան Հայաստանս այլևս չկա, եկել է փոփոխությունների ժամանակը, եւ այդ փոփոխությունները պետք է սկսել ընտրություններից եւ ընտրական օրենսգրքից։